ոնց է օրինակ համակարգը նորմալ աշխատում է, օրգանիզմը նորմալ գործում է։ Նույնն է ճանապարհն է, բայց այդ էլ պետք է ասեմ, որ այսքան կառուցում են 4500 կիլոմետր, համարը 5000 կիլոմետր ճանապարհ է կառուցել 2018 նորոգել, հիմնանորոգել, միջնորոգել 2010 կառուցել 2018 թվականից, բայց հենց այնքան ճանապարհ կա, որ կառուցման անհրաժեշտություն ունի, բայց սա նաև լավ լուր է այն առումով, որ շրջանա մեր երկրի տնտեսական զարգացման այնքան մեծ պոտենցիալ ունի, եւ մենք այդ պոտենցիալը պետք է օգտագործենք։ Մանավանդ այդ նշած ճանապարհները դեպի գնդեված ճանապարհը, դեպի Վարդենիս ճանապարհը, հիմա Վեդից Մարտունի ճանապարհը, դեպի Սիսիան, Ապարան Հանքավան ճանապարհը, Ենոքավան Աթանը, իրանք տուրիստական այս հոսքերը, որտեղ 34% աճ է ունեցել туриզմը այս տարի նախորդ տարվա նկատմամբ, բայց այդ աճը պետք է զարգացնել, մարդը պետք է գա եւ հետաքրքրությունները ինքը պետք է ուրիշներին խորհուրդ տա։ Դրա համար ինչքան շատ տեղեր լինի բնության, պատմամշակութային հուշարձանների, մեր եկեղեցիները ամենամեծ կարևոր գրավիտացիոն կենտրոնն են туриզմի համար, որովհետեւ մարդկանց համար դա շատ կարևոր է։ Եվ մենք այսօր եւ Սյունիքի մարզում քանի եկեղեցիները իրանց պատմամշակութային հուշարձանների պահպանությունը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մենք ասում ենք պետք է տուրիստի համար ուրիշ տեղեր լինի։ Հիմա երբ որ հետաքրքրում ենք, պարզվում է Հայաստանում լիքը բերդեր ամրոցներ կա, որի մասին իսկի տեղյակ չենք։ Երեք ես պարզեցի ինձ համար, որ Շինուհայրում կամուրջ ակվեդուկ կա եւ որի մասին ես չէի լսել։ Հիմա կամուրջներ ենք հայտնաբերում Վայոց ձորում, Չեսար Օրբելյանի ապարանքը Հորս գյուղում եւ այլն, որպեսզի բազմազանություն ունի туриզմի եւ մենք այս ալիքը վերցնենք, որ ամեն տարի 34%-ը շատ մեծ աճ է, հույս ունենալ, որ ամեն տարի 34% աճի իրատեսական չի, մենք այդ չենք կարող։ Բայց ամեն տարի միջինում 10-15% աճ ունենանք туриզմի եւ կարծում եմ դա շատ մեծ օգուտ կբերի մեր տնտեսությանը։